Միասնական արժույթի անցումը իր հետ պայմանավորված է 4 տիպի ազատություններով, հա, այսինքն առաջինը պետք է լուծվեն մարդկանց ազատ տեղաշարժի հետ կապված ազատության հարցերը, այսինքն այդ կամայական տարածքում, երկրորդը ապրանքների ազատ տեղաշարժի, երրորդը ծառայությունների եւ չորրորդը դա կապիտալի ազատ տեղաշարժի։ Եթե այս 4 ազատությունների խնդիրը լուծված չի, կամայական միասնական արժույթի գաղափարի ստեղծումը անիմաստ է։ Սակայն ստե լրջագույն խնդիրների բազմություն կա, թե ով է իրականացնելու այդ միասնական արժույթի թողարկումը, որտեղ թողարկող երկիրը ըստ էության բավականաչափ մեծ լծակներ է ունենում։ Եվ այս մասով ես պետք է ասեմ, որ Հայաստանը ամենևին լավ իրավիճակում չի կարող հայտնվել, ինչի որովհետև նայեք, Ռուսաստանի Դաշնությանը մեծ հաշվով ձեռնտու է միասնական արժույթը։ Եթե մի բան մենք հասկանանք, որ օրինակ միասնական արժույթ եղավ, դա նաև Ռուսաստանին հաշվի առնելով իր մասշտաբների մեծությունը, իր առևտրաշրջանառության մեծությունը, ինքը շատ հեշտորեն կարող է մանիպուլյացիայի մանևրելու ենթարկվել եւ ինչ որ առումով նաև խաթարել մնացած երկրներում ֆինանսական անկախությունները եւ այլ գործոնները։ Փուլեր կա, առաջի փուլը մենք պետք է հասկանանք դա օրինակ ներքին հաշվարկներում փոխադարձ ազգային արժույթների ընդունումն է, երկրորդ փուլը դա սովորաբար լինում է դեդոլարիզացիան կամ այս իմ ասածը, եւ երրորդ փուլը նոր միասնական արժույթի մասին գաղափարը, հա, հիմա Հայաստանի շահերը մենք չենք կարող առանց միանգամից ընդհանուր քննարկել, մենք պետքա փուլային քննարկենք, եթե մենք դիտարկում ենք առաջինը ներքին հաշվարկների բանկ ռեզիդենտների, այսպես ասած, հավասարաչափ նույն մոտեցումները, սա Հայաստանի համար դրական հանգամանք է, հատկապես կարճաժամկետում, եթե մենք դիտարկում ենք դեդոլարիզացիան, սա Հայաստանի համար բացասական է։ Դրականը նրանով է, որովհետև մենք հատկապես եթե մենք հասնենք նրան, որը որ այս պայծրությամբ եթե ճիշտ եմ հիշում 2019 թվականին ակնկալվում է, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական էներգետիկ շուկա պետք է լինի։ Եվ միասնական էներգետիկ շուկան, եթե մի բան մենք հասնենք նրան, որ լինեն ազգային արժույթներով փոխարինական, օրինակ նույն գազի գինը լինի դրամով կամ չգիտեմ ռուբլով, այլ ոչ թե դոլարով, դա իհարկե Հայաստանի համար դրական երևույթ է։ Մյուս դրական հնարավորությունը դա մենք ունենք աշխատանքային միգրանտներ, որոնք որ մեծապես Ռուսաստանի Դաշնությունում են, եւ այս մասով էլ այդ փոխարկելիության հետ կապված ռիսկերը եւ ինչու՞ չէ նաեւ բանկային համակարգերի համար տրանզակցիոն, այսինքն գործարքային ծախսերի կրճատումը եւս լրացուցիչ դրական հանգամանք է։ Հիմա ինչի եմ ես մի քիչ ավելի վատ դիտարկում դեդոլարիզացիան, որովհետև նայեք, Ռուսաստանը ինքը միջազգային շուկա ըստ էության էներգակիրները արտանելով ինքը կարողանում է այդ այսպես ասած ավելի կոշտ արժույթները ստանալ եւ այս շրջանակում դեդոլարիզացիայի շրջանակում ինքը կարողանում է նաեւ հաշվի առնելով այդ իր հնարավոր ազդեցությունները եւ այլն ռուսական տնտեսության մեծությունը շատ հեշտ կարող է ճկուն մանևրել եւ ըստ էության նաեւ որոշ դեպքերում նաեւ քաղաքականապես ընդհանրապես կոլապսի ենթարկել ֆինանսական համակարգերը։ Բիզնես միջավայրում նաեւ պայմանագրերը սովորաբար կնքվում են ավելի երկար ժամանակահատվածով եւ ստեղ էլի ամրակցումը օրինակ ազգային արժույթներին կարող է լրջագույն խնդիրներ եւս բերել։